Բազմիցս այս տաղավարում նաև այն հայեցակետից խոսել եմ, որ եթե ընդդիմադիր դաշտում իրական ուժերի կենտրոնացում միավորում չլինի, մոռացեք ընտրություն կլինի, հեղափոխական փողոցային ճանապարհ կլինի, impeachment կլինի, ոչ մի տարբերակը չի հաջողելու, մնում եմ բնականաբար իմ կարծիքին, բայց այդ նախորդ թողարկումներից անց որոշ զարգացումներ են եղել, որոշ բաներ են փոխվել եւ դա նաեւ իշխանություններն են ֆիքսում, մասնավորապես ընդդիմադիր դաշտում ամեն ինչ իհարկե իդեալական չի, ամեն ինչ նույնիսկ լավ էլ ես կդժվարանամ բնորոշել, բայց կա միտում այդ ուժերի կենտրոնացման։ Այսինքն ի վերջո այսքան քարոզչությունից, նաեւ բնական այսքան ժամանակ անցավ 21 թվի սխալներից, այս ամեն ինչից հետո արդեն այդ գիտակցումը կա, որ չի կարելի դա առանձին փուչուր-մուչու ինչ-որ ուժերով փորձենք միավորվել։ Իշխանությունները սրանից սարսափում են։ Իրանք նույնիսկ բառացի են այդ մասին ասում, որ թույլ չենք տալու Գյումրիի տարբերակ։ Այսինքն թույլ չեք տալու, օրենքը փոխեք, գրեք օրենքում կարա մասնակցի, ընտրություններին կարա մասնակցի մենակ ԿՊ-ն բրծեք։ Այսինքն այդ որ իրանք ասում են մենք դա թույլ չենք տալու, այդ ինքը արդեն ընտրախախտում է։ Մարդիկ ընտրախախտումը պատկերացնում են այդ 90-ականներից մինչև 2000-ականներ, 2010-ականներ եկած տեսարաններով, որ ընտրատեղամասերի դեմ ինչ որ կասկածելի մեծ գազելներ են կանգնած, ինչ որ տձև դեմքով մարդիկ, կողքներ ինչ որ այլ մարդիկ, որոնք մարկանց բերում մտցնում են, ինչ որ առեղծվածային լռություն պահպանելով, կարուսելը, լցոնումները, հոսանքի անջատումը, բայց մենակ այդ չի։ Դա բանն է, կուլմինացիան է։ Կոնկրետ այս 26 թվականների ընտրությունների կեղծիքը սկսվել է հələ անցած ամառ Սամվել Կարապետյանի ձերբակալումով, չգիտեմ, սրբազանների ձերբակալումով, որոնք իհարկե քաղաքական գործիչ չեն բնականաբար, բայց մենք օբշի միազգ ենք, չէ՞, մի քաղաքական գոյացություն ենք եկեղեցին էլ այդ ամեն ինչի մեջ, այդ ամեն ինչից վեր, այդ ամեն ինչին տիրություն անելով մեր եկեղեցին է, այդ էլ նույն բանն է, նույն շղթայի մասն է։ Ընդդիմադիր ասենք բլոգերների, ուղղակի անուններով ասեմ, բայց համե վախում եմ սաղին չհիշեմ, ասենք Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի, Վաղաշապատի գործով, չէ, արդեն ունենք քաղբանտարկյալներ ոնց որ ընտրությունների սկսել է։ Սերժ Սարգսյանի վրա գործերը անընդհատ, ասենք այդ մարդը ամիսը 1-2 անգամ ոնց որ չլինի դատարանա գնում։ Կարծեմ Ռոբերտ Քոչարյանի վրա էլ ինչ որ մի բան թե վերաբացել են, այս ընտրակեղծիք է։ Սա արդեն սկսվել է, եւ հիմա սրա երկրորդ ռաունդն է սկսվել, որ թույլ չենք տալու Գյումրի 2, այսինքն թույլ չենք տալու, որ ընդդիմադիր ուժերը կարողանան միավորվել եւ հաղթել։ Չէ, եթե դու ընտրություններից առաջ ասում ես, որ թույլ չենք տալու ընդդիմությունը հաղթի, դա կեղծիք է, բայց նույնիսկ հիմա ոչ թե սա հուսահատության անելանելիության քարոզ է, այլ որ իշխանությունը այնքան թույլ է, այնքան լեգիտիմությունը կորցրած է։ Այդ թվում թվային արտահայտությամբ, հա, իրանց վարկանիշը համեմատած հոկտեմբեր ամսվա ընկել է։ Ու իրանք էլ դրա մասին լավ գիտեն, միգուցե բոլորիցս լավ, բայց մենք էլ գիտենք, որ ընկել է։ Որ այդ ամեն ինչով հանդերձ այդ կեղծիքներով, հա, հիմա սկսել են նաև իրանց հետ աֆիլիացված մարդիկ, հենց անձամբ իրանք հայտարարել, որ սրան չգրանցենք, չէ, սրան չգրանցենք, նրան չգրանցենք, ասենք Ուժեղ Հայաստանը գրանցված կուսակցություն է, մի հատ կարելի է, հա, նայել եմ։ Արման Բաբաջանյանը։ Կա այդպես կուսակցություն, եթե մտնեք բան, Արտադրության նախարարության աշխատակազմի պետռեգիստրի գործակալության կայքը, իր register.am կա այդ կուսակցությունը, Ուժեղ Հայաստանը, իսկ ոչ չթողնենք մասնակցի։ Որ օրենքով, կամ ասում են Ռոբերտ Քոչարյանին չթողնենք մասնակցի։ Այդ ինչ է, այսինքն մարդ է, մարդուն ընտրական իրավունքից զրկիկ Բայց մենք հիմա ասենց ոնց որ ասում մի քիչ էլ զավեշտի ենք տալիս, բայց իրանք փորձում են։ Ես համաձայն եմ ձեր հետ Անժելա, որ դիմացություն պետք է լինի, փորձում են։ Սկսել են հա այդ ձեր ասած երկրորդային կերպարներով, պետք լինի արդեն բաց դեմքով կսկսեն, ոնց որ այս եկեղեցու դեմ ամեն ինչը սկսեց ինչ որ մի հատ Ստյոպայից, հա, արդեն Ստյոպայ է ինքը, իր մի հատ ստատուսից։ Հա, բարձր ԿՊ-ականները դա տարածում էին, կիսում էին, լայք էին դնում, գրկում էին։ միացան, հետո Բայց սկսեց ԿՊ-ականները միացան, հետո արդեն տեսան անճար վիճակ է Նիկոլը, անձամբ սկսեց Նիկոլը։ Հիմա ժողովուրդ, այս թեման կարևոր է, պետք է ֆիքսել, որ ի վերջո ինչ է նշանակում ընտրությունը կեղծել։ Այսինքն այն կամարտահայտությունը, որը ողջամտորեն հավանական է, իրատեսական է, որ ժողովուրդը ինքը արտահայտեր, այդ կամարտահայտության դեմը առնել։ Ինքը մենակ էլի եմ ասում, այդ լցոնումը չի, այդ լույսը անջատելը չի, այդ ամենաերևացող մասն է։ Իրական բովանդակային ընտրակեղծիքը, երբ որ դու չես թողնում, որ գրանցվի այն արդյունքը,
որը կգրանցվեր, եթե ժողովուրդը հնարավորություն ունենար օրենքով ամրագրված արդար պայմաններում